Շատ հաճախորդների հետաքրքրում է, թե ինչով են տարբերվում որակյալ և անորակ զտիչները։ Այդ պատճառով որոշեցինք unboxing անել Vitanoi յուղի զտիչը։ Յուղի զտիչը բաղկացած է մի քանի մասերից։ Սկսենք այս ռետինե բաղադրիչից, սալնիկից, ու ասեմ, որ անզեն աչքով էլ նկատելի է սրա անմշակ լինելը, ինչպես նաև հաստությունների տարբերությունը։ Իդեպ ասեմ, որ վերցրել ենք այնպիսի զտիչ, որը առկա չէ Հայաստանում, որպեսզի որևէ ապրանքանիշ չվարկաբեկենք։ Հաջորդը ցույց տանք զսպանակը, ու էլի ակնհայտ է որակի տարբերությունը, սկսած սրա ժանգոտած լինելուց։ Ասեմ ձեզ, որ այս հատվածները պետք է անցնեն հատուկ մշակում, որպեսզի չժանգոտվեն։ Ինչպես տեսնում եք, Vitanoi դեպքում այս հատվածը ներկված է, մշակված, այս դեպքում պարզապես մետաղ է օգտագործված։ Հաջորդ կարևոր մասերից մեկը այս ռետինե հատվածն է, որը շատ կոպիտ է առաջին զտիչի պարագայում ու շատ նուրբ ու փափուկ Vitanoi պարագայում։ Հիմա ամենակարևորի մասին՝ թուղթը, թղթի որակը, թղթի շատ լինելը և հաստ լինելը։ Տեսեք տարբերությունը։ Այս ողերի միջև հեռավորությունից կարող եք հասկանալ, թե որտեղ է ավելի շատ թուղթ օգտագործված։ Ինչպես նաև տեսեք, թե որքան կոկիկ է սոսնձված Vitanoi-ն և որքան անփույթ այս զտիչը։ Հաջորդ և վերջին բաղադրամասը դա այս կլապանն է, որը պետք է աշխատի ճիշտ, բացվի և փակվի ճիշտ ճնշման պարագայում։ Գիտենք, որ գրեթե բոլոր յուղման կետերում զտիչը ձեզ նվիրում են, ու նվիրած ձիու ատամները չեն հաշվում, բայց զտիչի մասով ոչ մեկ նման բան չի ասել։